Ուժեղ կարկուտ ու անձրև է Շիրակի մարզում, Հայկաձորում կարկուտը վնասել է բերքը։ Մեկ այլ քաղաքացու էլ մեքենան է վնասվել։ Սառնախփյուրի բնակիչներից մեկն էլ հրապարակել է պտտահողմի կադրերը։ Ավելի վաղ էլ հիդրոթերապևտաբանության կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին սպասվում է առանձին հատվածներում անձրև ու կարկուտ։ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման քննական բաժնի հարևանությամբ բախվել են բեռնատարը, ուսումնական Toyota Corolla-ն, Nissan-ն ու Lada-ն։ Վթարի հետևանքով Lada-ն վերածվել է մետաղե ջարդոնի։ Երկու հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Կուրթանի բնակիչներին առաջարկել է բարեգործական հիմունքներով կոմբայն տրամադրել համայնքին գյուղատնտեսական աշխատանքների բեռը թեթևացնելու համար։ Կարապետյանը հետաքրքրվել է ցանքատարածությունների ծավալներով եւ բերքահավաքի ընթացիկ ծախսերով, փորձելով հասկանալ, թե որքանով այս նախաձեռնությունը կթեթևացնի գյուղացու ֆինանսական հոգսը։ Բարեգործական կոմբայն կազմակերպեն գյուղի համար լավ կլինի։ Ցորեն ցանել եք այս տարի դուք։ Ցանել ենք։ Հա, եթե լինի իսկ 20-25 եք տալի հեկտարին։ 20 30 լիտր սալյար։ Հա, 20 պլյուս 30 լիտր սալյար կա։ Իսկ ընդհանուր եթե օրինակ մի 13-15 հազարով բրծնեք, լավ է դա ձեր համար։ Մեր այցելության նպատակը ինչն է։ Մենակ ընտրությունից ընտրություն չեն գալիս։ Ամեն անգամ գալու ենք ու ամեն անգամ խնդիր ենք ուզենալու դուք դնեք մեր առաջ։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով 15 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ղուկասյանը չի կարող հեռախոսազանգեր կատարել, նամակագրություն ունենալ եւ լրատվամիջոցների հետ շփվել։ Պաշտպան Արամայիս Հայրապետյանը նշել է, որ թեև դատարանը սահմանել է խիստ սահմանափակումներ, իրենք ակնկալում էին ավելի մեղմ խափանման միջոց։ Վարչական հսկողություն։ Պաշտպանը պնդել է, որ գործի հիմքում ընկած կաշառքի մեղադրանքները տրամաբանությունից զուրկ են, ինչը հաստատվել է նաեւ վկաների հարցաքննություններով, որոնց ընթացքում պարզվել է, որ շինաշխատանքների գործընթացները եղել են օրինական եւ անխուսափելի։ Այս պայն ունենք այն, որ ազատությունից զերծման մեկ տեսակ ընդամենը փոխվեց ազատությունից զերծման մեկ այլ տեսակի։ Եվ ընդ որում եթե մենք բողոքարկել ենք դատարանի նախորդ որոշումը վերաքննիչ դատարան, հիմա նաև վճռապեկ դատարան ենք բողոքարկել, այդ նշանակում է, որ մենք համաձայն չենք եղել դատարանի նախորդ որոշումների հետ, բայց այս փուլում արդեն դատարանը փոխել է խափանման միջոցը, ունենք այն, ինչ ունենք։ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Գիշերվա ընթացքում ստացվել է 16 կանչ, կա 6 հոսպիտալացված։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Մինչ առողջապահության նախարարությունը համապատասխան ստուգումներն է իրականացնում, Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ հավաքված բնակիչները պնդում են, թունավորումը եղել է խմելու ջրից։ Իրանց տնօրենի համար, երբ որ պահանջում ենք, որ ինչ-որ պատասխանատու մարդու հետ խոսանք, չկա, օպերատորից բացի ուրիշ մարդ չկա։ Անցած անգամ էլ խոսալուց ինձ ասում է, ինձ էլ էս աղջկան էլ ասում ձեզ պատասխանատվության կենթարկենք ոչ կոռեկտ խոսքի համար։ Հիմա ասել երեխեքը մեռնում են, թունավորում են տատի պապիները։ կոռեկտ խոսալը ոչ մի պայմանագրի մեջ, վերը պայմանագրի մեջ ցույց տա։ Չկա 12 ժամյա գրաֆիկ։ Լավ, կա 12-ից 6-ը բազմաբնակելի շենքերը պետք է ջուր ունենան։ Այո, ուրա, չկա այդ պայմանագիրը։ Ժամը 10-ին 8-ով երրորդ հարգից ջուր չի բացակայում։ Հարգի բան։ Հայր 8-9-րդ հարգի ապրանքն են ինչ անենք։ Հա, լավ, թող 12 ժամ չտան, թող 8 ժամ տան, բայց որակ ապահովեն։ Նրանք պահանջում են, որպեսզի Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի վիոլա ջրի նկատմամբ ու հարցը մեկընդմիշտ լուծվի, քանի որ թունավորումներն արդեն պարբերական են դարձել։ Բյուրեղավանի պոլիկլինիկա դեռ շարունակվում է ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավի գանգատներով այցելուների հոսքը։ Բնակիչների բողոքին հակադարձել է Վիոլա ջուր ընկերությունը, շեշտելով, որ կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ հանրային մտահոգությունների եւ հրապարակումների հիման վրա մասնագետներն այս պահին եւս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։ Վիոլա ջուրը բնակիչներին հորդորել է հետևել բացառապես պետական իրավասու մարմինների, պաշտոնական հաղորդագրություններին եւ զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից։
Ռուսաստանի Ռոսել Խոզնաձոր ծառայությունը, որը զբաղվում է անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության հարցերով, պահանջել է Իրանից դադարեցնել Ռուսաստան արտահանվող ծաղիկների բուսասանիտարական հավաստագրումը։ Այս քայլին ռուսական կողմը դիմել այն բանից հետո, երբ 2026 թվականին Իրանից ներմուծվող ծաղիկների ծավալները կտրուկ աճել են, ընդ որում դրանց արտաքին տեսքն ու փաթեթավորումը լիովին համընկնում են Հայաստանից նախկինում ներմուծված արտադրանքին։ Ռուսական կողմը կասկածներ ունի, որ իրանական հավաստագրերով Ռուսաստան են մուտք գործում հայկական ծաղիկներ, որոնց ներմուծումը 2026 թվականի մայիսի 22-ից արգելված է։ Ռոսել Խոզնաձորը դեռևս ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ կիրառված ժամանակավոր սահմանափակումների մասին, սակայն իրանական կողմից որևէ արձագանք չէր ստացել։ Ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հերքել է այն մտահոգությունները, թե Եվրամիության չափանիշներին չհամապատասխանող ձուկն ու ձկնամթերքը կարող են իրացվել հայաստանյան շուկայում, որպես ավելի ցածր որակի ապրանք։ Նա ընդգծել է, որ ծննդամթերքի անվտանգության հարցում երկակի ստանդարտներ գոյություն չունեն։ Եթե լաբորատոր փորձաքննության կամ մոնիտորինգի արդյունքում մթերքը ճանաչվում է վտանգավոր, այն ենթակա է շրջանառությունից հանման եւ անհապաղ ոչնչացման։ Ըստ Պետրոսյանի, նման մթերքը չի կարող ոչ արտահանվել, ոչ էլ վաճառվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պետրոսյանի խոսքով պտուղ բանջարեղենի արտահանման ոլորտում էլ հայաստանյան արտադրանքը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում միջազգային շուկաներում։ Որպես օրինակ նա նշել է, որ այս պահին արդեն 50 ավտոմեքենա Իրանով բեռնված պատրաստ է արտահանվելու դեպի նոր շուկաներ։ Նույն մտքին մենք եղել ենք տարիներ շարունակ, որ մենք մեր պտուղ բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական միության շուկաներում, գնով չենք անցնում, մրցունակ չենք, այնտեղ կան ավելի շատ հետաքրքիր էկզոտիկ մրգեր եւ այլ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ որ ուզեցանք, կարողացանք տանենք, վաճառենք եւ այսօր կարելի է ասել, որ արդեն մեծ ծավալների, այսինքն օրի ծավալները մեծանում է դեպի այդ շուկա պտուղ բանջարեղենի վերաբերյալ։ Դա հստակ փաստեր է։ Ադրբեջանը շուտով կվերսկսի ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Մոսկվայում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս սահմանափակել էր Բաքուն 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուից ոչ հեռու ադրբեջանական Ազալ ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանումից մի քանի օր անց։ Мы радуемся вместе. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որտեղ նա Ռուսաստանին ներառել էր ԱՄՆ ընտրությունների համար սպառնալիք հանդիսացող երկրների ցանկում։ Պեսկովը նշել է, որ Թրամփը հիմնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրած անանուն եւ անապացույց տեղեկության վրա։ Նա հայտնել է, որ հենց Միացյալ Նահանգներում անցկացված բազմաթիվ հետաքննությունները, այդ թվում խորհրդարանական հանձնաժողովները եւ գլխավոր դատախազությունը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը որևէ կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա։ Սրանք ոչ թե մեր ուժայինների կամ քննչական մարմինների, այլ հենց ամերիկյան կողմի եզրակացություններն են, շեշտել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին եւ ակնկալում է նույնպիսի վերաբերմունք իր հանդեպ։ Աքսիոսի հաղորդմամբ Բենյամին Նեթանյահուն այդպես էլ չի կարողացել հանդիպում կորզել Դոնալդ Թրամփից եւ ստիպված է չեղարկել Վաշինգտոնում նախատեսված այցը։ Սպիտակ տան սառը վերաբերմունքը պայմանավորված է Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմական գործարքների շուրջ Նեթանյահուի քննադատությամբ եւ Թրամփի դեմ ահափորձի մասին հաղորդված կասկածելի տվյալներով։ Իսրայելցի առաջնորդի հանդեպ հիասթափությունն այժմ ակնհայտ է թե դեմոկրատների եւ թե Թրամփի մերձավոր շրջապատի համար։ Փոխնախագահ Ջեյ Վենսը նույնիսկ բացահայտ մեղադրել է Իսրայելի կառավարությանը սեփական շահերի համար պատերազմը ձգձգելու եւ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը խաթարելու համար։ Մասնագետների համոզմամբ այս ամենը փաստում է Վաշինգտոնում Նեթանյահուի ազդեցության կտրուկ անկումը եւ դաշնակիցների միջև վստահության խորը ճեղքվածքը։ Հնդկաստանում շահագործման է հանձնվել ջրածնային բառելիքով աշխատող առաջին գնացքը։ Դրա հանդիսավոր մեկնարկը տվել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին։ Նոր եւ էկոլոգիապես մաքուր գնացքը կունենա դեռևս 1 երթուղի։ Շանհայում ընթացող տեխնոլոգիական գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սին Ցինփինը հայտարարել է 29 պետություն միավորող արհեստական բանականության համաշխարհային համագործակցության կազմակերպության ստեղծման մասին։ Այս նորաստեղծ կառույցի միջոցով Պեկինը փորձում է սեփական շահերին հարմարեցված համաշխարհային կանոններ սահմանել եւ շրջանցել Միացյալ Նահանգների տեխնոլոգիական գերակայությունը։ Չինաստանի առաջնորդը քննադատել է Վաշինգտոնի սահմանած արտահանման արգելքները, դրանք որակելով որպես այլ երկրների առաջընթացը կանխելու
անարդար փորձ։ Պեկինն այժմ օգտագործում է էժան էներգիայի եւ հումքային պաշարների իր առավելությունները զարգացող երկրներին սեփական ուղեծրում պահելու եւ ոլորտի ապագան տնօրինելու համար։